Նորից բարև բոլորին, ես այսօր խոսելու եմ գյուղացիական դիմադրության մասին, բռնի կոլեկտիվացման տարիներին 29-ից 33 թվականների։ Ուզում եմ նախ ասել, որ խոսելով 37-38 թվականի համատարած բռնաճնշումների մասին, ոլորտի մասնագետներից ոմանք համարում են, որ մեծ տերորը սոցիալական ինժեներիայի գործիք էր, որը սկիզբ է առել դեռևս հենց կոլեկտիվացման շրջանում, սկսված կուլակաթափման եւ ժողովրդի թշնամիների փնտրտուքի եւ զանգվածային ոչնչացման քաղաքականությամբ։ Կոլեկտիվացման շրջանի բռնաճնշումները փաստորեն գաղափարական եւ վարչական հիմք են դարձել հետագա զանգվածային բռնաճնշումների համար։ Ես այսօր կխոսեմ հենց այդ բռնի կոլեկտիվացման շրջանում համատարած կոլեկտիվացման տարիներին այդ քաղաքականությանը հակազդող գյուղացիական հակակոլտնտեսային դիմադրության մասին, ոչ միայն որպես սեփականության պաշտպանության շարժման, այլ նաև որպես մշակութային, մասնարարպես գյուղական մշակույթի ինքնության պաշտպանության երևույթի։ Նյութը ծավալը շատ մեծ էր, այսօր ես կխոսեմ գյուղական բնակավայրերում դիմադրությունների ոչ միայն խիստ քանակական ուրեմն պատկերի մասին, այլ հենվելով որակական վերլուծության վրա կփորձեմ քննել դրանց ընդհանուր սոցիալ-մշակութային շարժառիթները, բնույթը, եղանակները մարդաբանական տեսանկյունից։ Աշխատանքում օգտագործվել են Հայաստանի ազգային արխիվի, խորհրդահայ եւ ամերիկահայ մամուլի, ինչպես նաև առաջնային աղբյուրների կենսագրական հարցազրույցների վերլուծության վրա եւ թեմային առնչվող տեսական եւ վերլուծական գրականության։ 1929 թվականի նոյեմբերի կեսերին Խորհրդային Միության ղեկավարությունը երկրում համատարած կոլեկտիվացման անցավ եւ մի քանի ամիս անց հունվարի 13-ին 30 թվականի Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղարության ներկայացրած նախագծով նաեւ ապակուլակացման քաղաքականության անցավ։ Ագրարային տնտեսական համակարգի եւ ողջ երկրի զարգացման տարբեր մակարդակներում գտնվող ժողովուրդների ավանդական կենսակերպի սոցիալիստական փոփոխությունը իրականացվում էր պետական մեքենայի ահռելի հարկադրմամբ եւ ճնշմամբ, ինչը ըստ էության կարելի է բնութագրել որպես պետական հարձակում։ Կոլեկտիվացումը պիտի ստեղծեր կենսական կարևորության ռեսուրսների, ցորենի եւ այլն աշխատանքային ուժի կորզման մեխանիզմ, որի համար խիստ անհրաժեշտ էր գյուղացուն կապել գյուղին, գյուղաշխատանքին եւ վարչական քաղաքական վերահսկողության միջոցով ենթարկել պետությանը։ Այստեղ պետք է նշեմ, որ համատարած կամ բռնի կոլեկտիվացման տարիներին հատկապես սաստկացավ իշխանության հակակրոնական քաղաքականությունը, երկրում, որը կուրս էր վերցրել քաղաքում արդյունաբերացման, գյուղում կոլեկտիվացման, տնտեսական առաջընթացի զանազան արդիականացման ծրագրերի, արդեն մինչև 1937 թվականը պետք է ունենար կրոնական նախապաշարմունքներից վերջնականապես ազատված գյուղ։ Եվ փաստորեն գյուղական մշակույթը, որը պահպանում էր ներհամայնքային, հասարակական, գյուղական ավանդույթները, փաստորեն թշնամական օջախ էր դառնում խորհրդային իշխանությունների համար եւ հատկապես կոլեկտիվացման շրջանում։ Ու այս առումով կրոնի դեմ ուղղված միջոցառումները գյուղում դարձան նաև գյուղական մշակույթի վրա ազդելու քաղաքականության վառ դրսևորումներից, որոնք բռնի կոլեկտիվացման տարիներին վերաճեցին կրոնական ինստիտուտների, սիմվոլների դեմ ուղղված իսկական պատերազմի։ Դեռևս 29 թվականի երկրորդ կեսերից սկսվեցին վարչական կարգով փակվել, ավերվել եկեղեցիներ, զանգակատներ, ձերբակալվել, հետապնդվել հոգևորականները, արգելվում էին կրոնական ծեսերը, տոները, գյուղացիներից հափշտակվում էին սրբանկարներ, խաչեր եւ այլն։ Եվ հատկապես հոգևորականության դեմ արշավը սաստկացավ 1930 թվականի հունվարի 13-ին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի ապակուլակացման քաղաքականությամբ, երբ փաստորեն թիրախավորվեցին նաև որպես կուլակներ թիրախավորվեցին նաև հոգևորականությունը, մեղադրվելով վերջիններիս դաշնակցականների, կուլակների հետ հակահեղափոխական գործունեության ծավալման մեջ։ 30-ական թվականներին Հայաստանում ձերբակալվեց հայ
առաքելական, հայ կաթոլիկ, հայ ավետարանական, ուրեմն եկեղեցիներին ծառայող 164 քահանա, որից 95-ի համար կայացվեց գնդակահարության որոշում, եւ մինչեւ 37 թվականի վերջը Հայաստանում փակվեց շուրջ 800 եկեղեցի։ Այս առումով կոլեկտիվացումը գյուղացու համար շատ դեպքերում դարձավ չարիք, իսկ կոլխոզների ստեղծումը ինքնին ընկալվեց որպես անաստվածության կամ ավանդական նորմերի մերժում եւ համատարած վախի եւ տագնապի մթնոլորտ առաջացրեց։ Համատարած կոլեկտիվացման, ինչպես նաև կոլեկտիվացման անվան տակ հակակրոնական արշավները գյուղում դիմադրության պատճառ դարձան, որոնց ամենամեծ ալիքը համընկավ 30-ական թվականների սկզբի առաջին հնգամյա պլանի Պերվե Պիցիլետկա ժամանակաշրջանի հետ։ Սրանք դրսևորվեցին ինչպես ակտիվ ձևերով, որոնք պաշտոնական փաստաթղթերում ձևակերպված են որպես բանդիտական շարժում, այդ թվում ապստամբություններ, զանգվածային անկարգություններ, հանրահավաքներ, զինված եւ խաղաղ, սպառնացող թռուցիկներ, բոյկոտներ, սաբոտաժ, ահաբեկչական գործողություններ, հրկիզումներ եւ այլն, այնպես էլ պասիվ կամ դիմադրության առօրյա ձևերի միջոցով, օրինակ միտումնավոր ծուլության, աշխատանքային անփութության, փախուստի, լուրերի տարածման, կեղծ անտեղյակության, խաբեության, կեղծ հարմարվողականության ձևերով, որոնք ըստ գյուղը ուսումնասիրող մարդաբան Ջեյմս Սկոտի ենթակա եւ դոմինանտ մշակույթների հարաբերվելու հաճախ հանդիպող ձևերից են։ Առհասարակ ընդունված է համարել, որ համատարած կոլեկտիվացման ուղղության մեկնարկը դրվեց Պրավդայում նոյեմբերին 29 թվականին լույս տեսած Ստալինի մեծ բեկման տարի հոդվածով, որը մեկ ամիս անց 29 հունվարին արդեն առաջացրեց գյուղացիների շրջանում դժգոհության դեպքեր, 520 ցույց ամբողջ երկրում հունվարից հունիս ժամանակահատվածներում, ինչը շատ դեպքում տեղի էր ունենում հիմնականում ինքնաբուխ, ի պատասխան իշխանությունների անօրինական գործողությունների։ Եվ 30 թվականի հունվարի 5-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն կոլեկտիվացման տեմպի եւ կոլտնտեսությունների շինարարության միջոցառումների մասին որոշում ընդունեց, որով ել ավելի խստացրեց պարտադիր հարկատվությունը գյուղատնտեսական արտադրանքի։ Եվ անմիջապես 30 թվականի հունվարի 5-ին այդ որոշումից հետո մի շարք շրջաններում զանգվածային կոլեկտիվացման սպառնալիքի պատճառով աճեց անասունների վաճառքն ու մորթը։ Առհասարակ կոլեկտիվացման պասիվ դիմադրության ամենատարածված ձևը դարձավ ինքնաապակուլակացումը, որը մասնավորապես կոլեկտիվացման ենթակա սեփական ունեցվածքի ոչնչացումն էր կամ բաշխումը այլ տների միջև, անասունների անխնա մորթը, այգիների ոչնչացումը, նույնիսկ հրկիզումը եւ այլն, կան բազմաթիվ փաստաթղթեր դրա մասին վկայող։ Եվ անասունների մորթը սկսվել էր դեռևս 1929 թվականի վերջից եւ շարունակվեց մինչեւ 33 թվականը։ Պետության համար այս վտանգավոր ինքնապաշտպանության ձևը իշխանությունների կողմից անվանվում էր ռազբազար կամ մսխում վնասարարություն, որի համար 30-ի վերջից ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ քրեական պատասխանատվության էր ենթարկվում ընդհուպ մինչև գնդակահարություն։ Երկրում սկսվեց վնասարարների ճակերտների մեջ որսը, որի նպատակն էր ավելի շատ ցույց տալու, որ ոչ թե կոլեկտիվացումն է մթերքի չգոյության պատճառը, այլ վնասարարությունը։ Օրինակ պետական գաղտնի փաստաթղթում նշվում է, որ 31 թվականի Դիլիջանի շրջանի Գյոլքենտ գյուղում գրանցվել է 700 գլխաքանակ անասունի մորթ, Բասարգեչարում 145 անասնագլխի վաճառք, նույն տարվա տվյալներով Հայաստանի մետաքս արտադրվող շրջաններում, մասնավորապես Մեղրիում 600,000 թթենու համատարած հատում։ Ըստ էության սա պետության վարած հարկային քաղաքականության դեմ ուղղված գյուղացու գիտակցված սոցիալական, տնտեսական եւ քաղաքական հակազդիչ պատասխան էր, որով նա խուսափում էր կուլակի պիտակավորումից եւ մորթված անասունի դիմաց ստացված գումարով մարում էր պետական հարկերից առաջացած պարտքերը։ Ինքնաապակուլակացման մեկ այլ ձև դարձավ փախուստը գյուղից, որին դեռ կանրադառնանք։ Պետության պատասխան արձագանքը դարձավ Կենտկոմի քաղբյուրոյի 30 թվականի հունվարի 30-ի
եւ ԽՍՀՄ կենտգործկոմի Ժողկոմխորի փետրվարի 1-ի որոշումները կուլակային տնտեսությունների վերացման դիրեկտիվների վերաբերյալ սահմանվեցին կուլակների կատեգորիաներ, որոնք ենթակա էին պատժիչ տարբեր չափերի, ընդհուպ մինչև գնդակահարություն։ Հայաստանում կար երկու առաջին եւ երկրորդ կատեգորիաների կուլակներ եւ սա իր հերթին առավելագույնս սրեց դիմադրության շարժումը, այս անգամ ի պատասխան հենց ապակուլակացման քաղաքականությամբ։ Կարևոր է նշել, որ ապակուլակացման հենց սկզբից կուլակ եզրույթը ձեռք է բերում քաղաքական երանգ ու ավելի շատ դառնում է գաղափարական կերպար։ Ակտիվիստների, կուսակցականների համար, որոնք ցանկանում էին վաղաժամ տեղեկացնել գյուղի 100% կոլեկտիվացման մասին, կուլակներին տեսականորեն սահմանելու բարդ խնդիր չկար։ Կոլեկտիվացման հակառակորդները կուլակներ էին, անկախ նրանց ֆինանսական կարգավիճակից։ Եվ այս պարագայում գյուղացիները փորձում էին պաշտպանել միմյանց։ Շատ գյուղեր միավորվեցին աջակցելու կուլակության մեջ մեղադրվող իրենց հարևաններին, ընկերներին եւ այլն։ Մենք կուլակներ չունենք արտահայտությունը հնչեց բոլոր գյուղական բնակավայրերից, երբ գյուղացիները հասկացան, որ կուլակ եզրը ոչ թե բաժանում է, այլ հակառակը հավասարեցման կարևոր գործիք է դառնում, քանի որ վտանգված է ողջ գյուղացիության շահը։ Ավելին, կուլակների պաշտպանությունը փաստորեն դարձավ բողոքի թաքնված եւ վտանգավոր ձև, որ պետության կողմից մեկնաբանվեց որպես հակահեղափոխական գործունեություն կամ ենթակուլակի, պատկուլաչնիկ մեքենայություններ։ Կուլակի գոյության ժխտումը եւս գյուղացիական դիմադրության թաքնված եղանակ էր, պաշտպանական վարագուրված գործողություն ամբողջ գյուղի անունից։ 30 թվի համատարած կոլեկտիվացման շրջաններում գյուղացիությանը ենթարկելու առաջին քայլերից եղավ գյուղական համայնքների վերացումը եւ իշխանության լիազորությունների փոխանցումը գյուղխորհուրդներին կամ կոլխոզ կառավարման մարմիններին։ Համայնքների եւ ավանդական գյուղական խորհուրդների լուծարումով փաստորեն պետությունը գյուղացուց խլում էր ինքնակառավարման նույնիսկ ամենաչնչին իրավունքը։ Հայաստանում գյուղացին փաստորեն համայնական հողամշակման օգտագործման ձևից պետք է անցում կատարեր նոր կոլեկտիվ եւ պարտադիր աշխատանքի, չհասկանալով շատ դեպքերում, չընդունելով կուսբջիջների որոշումների տրամաբանությունը, նպատակը, գաղափարը եւ այս առումով պասիվ դիմադրության ձև է դառնում նոր կոլեկտիվներում, հողատարածքներում հին ավանդական խմբերով աշխատելը։ Այս խմբերը կազմում էին մտերիմ բարեկամների, ընկերների, ընտանիքի անդամներից։ Գյուղացին, որը ներգրաված էր կոլտնտեսության պարտադիր աշխատանքում, շարունակում էր աշխատել այն հողակտորում, որը մինչև կոլեկտիվացումը պատկանել էր իրեն կամ աշխատում էր տնամերձ իրեն պատկանող փոքրիկ հողակտորի վրա, այսպիսով կաթվածահար անելով կոլտնտեսական պարտադիր աշխատանքը։ Բացի գյուղական համայնքների վերացումից գյուղական մշակույթի փլուզման ուղղված քաղաքականությունը նաև ուրեմն գյուղական հեղինակությունների էլիտայի ոչնչացումն էր, կուլակության որպես դասակարգի վերացման արշավը չէր ներառում բացառապես կուլակների։ Հակակոլտնտեսային բողոքների արտահայտման համար կալանավորվում էին գյուղական առաջնորդները, համայնքի հեղինակավոր այրեր, հոգևորականությունը եւ այլն, եւ սրանով փաստորեն խորհրդային իշխանությունը վերացնում էր գյուղում ավանդական հեղինակության վառ արտահայտված ընդդիմության աղբյուրները, փոխարինելով դրանք քաղաքից գյուղ տեղափոխված կոլտնտեսության շինարար կադրերով, որոնք այսուհետ որոշիչ դերակատարում պիտի ունենային գյուղացիության հարաբերությունների քաղաքականության մեջ։ Ուստի եւ զարմանալի չէ, որ գյուղում իշխանության կիրառած բռնությունների, ուրեմն դիմադրության գործողությունները ուղղված էին հենց քաղաքից գյուղ տեղափոխված բանվորների, կոմերիտականների դեմ եւ պատահական չէր նաեւ այն, որ դիմադրության առաջնորդները մեծ հեղինակություն վայելող մարդիկ էին, գյուղի նախկին տանուտերեր եւ այլն։ Բռնի կոլեկտիվացման գյուղացիության մի մասի ունեզրկման ուրեմն համապատկերում ծայրաստիճան սրվեց նաև ներքաղաքական իրավիճակը գյուղում, ստեղծված իրավիճակում աշխուժացան ընդհատակում գտնվող դաշնակցական խմբավորումները եւ տարբեր շրջաններում գյուղացիության դժգոհությունը վերաճեց ապստամբությունների, ընդդեմ ճնշումների, հարկադրանքի եւ բռնի կոլեկտիվացմամբ։ Ընդհանուր առմամբ, լավ, սրան չկանգնեմ, սա տեսնում եք դուք էկրաններին, ուրեմն
պետական փաստաթղթերում նշված է, որ հատկապես ընդգրկված էին այս բանդիտական շարժման մեջ Իջևանը, Շամշադինը, Դարալագյազը, Զանգեզուրը, Լոռու որոշ գյուղեր եւ այլն։ Հատկապես դիմադրությունը մեծ թափ էր ստանում պետական հակակրոնական քաղաքականության համատեքստում եւ շատ հետաքրքիր է, որ Հայաստանում գրանցվեցին հայ-թյուրք բնակչության համախմբման դեպքեր, օրինակ գյուղի օտարականների դեմ, այս դեպքում գյուղ տեղափոխված կուսակցական ակտիվիստների, ինչպես Թեոդոր Շանինն է բնութագրում, այս հանգամանքում գյուղացիությունը ընդդեմ օտարի հանդես է գալիս որպես մի դասակարգ, մի միավոր։ 29-ից 30 թվականները Դարալագյազի շրջանի հայ եւ թյուրք գյուղացիների միասնական պայքարը ընդդեմ ավերիչ անաստված իշխանության ճակերտների մեջ ընթանում էր պայքար հանուն կրոնի, Աստվածաշնչի, Ղուրանի միասնության կարգախոսով։ Ակտիվանում է նաև ազգային փոքրամասնությունների շրջանում դիմադրությունը, օրինակ Լոռի մարզի թյուրք բնակչության կազմակերպած բազմաթիվ ցույցեր կրոնի պահպանության բացահայտ ուղերձ ունեին, ուրեմն Լոռու մարզի մոլոկանական կրոնական աղանդների առաջնորդները կրոնական տնտեսությունների քարոզ էին անում եւ այլն։ Առօրյա դիմադրության ձև էր նաև փախուստը գյուղից, որպես ինքնաապակուլակացման միջոց, որը գյուղացիները ուրեմն որին դիմում էին տարբեր ժամանակներից ի վեր, սպառնալիքի դեպքում, եւ մեծ մասը նախապես էր լքում գյուղը մինչև կուլակ ճանաչվելը։ Ըստ Խորհրդային Միության առանձին շրջանների սահմանամերձ գյուղերի վերաբերյալ օպերատիվ տեղեկանքի համաձայն 30 թվականի մարտի 15-ին Վեդիբասարի շրջանում ընտանիքներով գյուղից լեռներ հեռացածների ընդհանուր թիվը հասել էր 250-ի։ Հետաքրքիր է այժմյան Արենի Արփա գյուղում ամբողջ բնակչության ուրեմն ներառյալ կուսակցական բջջի ղեկավարությամբ գյուղից հեռանալու փաստը լեռներ։ Եթե չունեմ, գուցե սահմանափակեմ։ Նյութը իրականում շատ ծավալուն է, այստեղ կան թռուցիկներ, երևի ամփոփ եմ, այստեղ կանգ առնեմ եւ պարզապես որպես Այստեղ չխոսեցի փաստորեն թռուցիկների մասին, զրույցների մասին, կանանց ներգրավվածության մասին, որ այս տարիներին շատ մանրաքնին հետևում էին կանանց ապստամբություններին, ուշագնացության դեպքեր կան զանգվածային, օրինակ ֆիքսված Դարալագյազում եւ այլն, էլի տարբեր առանձնացնում էին ի պաշտպանություն հոգեվորականության կամ դեմ կոլեկտիվների ստեղծման, որոնք կոչվում էին Բաբյի բունտը եւ երևի թե այսքանը, շատ չարաշահեմ, շնորհակալություն։